Բարի երեկո, ժողովուրդ ջան, ընկերներ ջան, եթե միացել եք, գրեք տեսնեմ ձայնս լսվում է թե չէ, նոր կանցնենք բուն թեմային հարազատներս։ Բարի երեկո, հարազատներս, լսվում է ձենս։ Ժողովուրդ ջան, ուզում եմ խոսամ մեր օհանավանքից եւ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ անպայման պարտադիր մի ամուր ուժերով ամեն կիրակի մասնակցել օհանավանքի Սուրբ Պատարագին, համ որպեսի ապացույց դառնա հակառակ թիմին, այն թիմին, որ 7 հոգով հավաքվում են Էջմիածնի եկեղեցում, Սուրբ եկեղեցում, նայելա մեր եկեղեցին իհարկե, նայելա մեզ պատկանում, ուղարկի եկեղեցին անտանելի վիճակում է համարվում, որովհետև ընդեղի քահանա-աստված համակարգը սրբապիղծների համակարգ է, բառից բուն իմաստով Աստծո տաճարը դարձրել են առևտրի բազա, Աստծո տաճարը դարձրել են բիզնեսի բազա իրանց համար եւ ծառայում ամենակ իրանց ու իրանց լծակներով իրանց հարազատներին, իրանց կողքը կանգնած անվճար մոմ վառողների համար։ Ուրեմն բոլորիդ կոչ եմ անում ամեն կիրակի հավաքվենք մի մարդու պես, քայլենք դեպի օհանավավանք, որովհետև մեր պատարագը մենք հենց այդ եկեղեցուց ենք սկսելու, հենց օհանավանավանքից սկսելու է մեր պատարագը, ու տեղից քայլ երթով գալու է մի ժամանակ, այս կիրակի չի լինի, մյուս կիրակի կլինի, բայց դա մոտ է, մաքրելու ենք Էջմիածնի Սուրբ տաճարը սրբապիղծներից, ժողովուրդ ջան, ու անպայման դա լինելու է մեր համախմբվածության, մեր միության արդյունքում։ Դրա համար կուզեմ, որ համախմբվեք, դրա համար կուզեմ, որ միանաք ու մի խնդրանք։ Օհանավանի եկեղեցու հայատ մի կին էր կանգնած, սև զգեստով, կանաչ սպարծիվկայով էլ հաշվանդամ աղջիկներ, սենց ներկայացնեմ, որ ճանաչեք։ Երբ որ ուզեցավ խոսար վարչապետի հետ, ձեռքը բռներ, ստացվեց մի փոքրիկ հատված իր ուզածից ու ինքը հուզվել էր, ուրախությունից լացում էր, երբ որ ես եկա անցնելու, նկատեցի իրան ու մոտեցա հեռախոսը համար, որ վերցնեմ, մոտեցա, որ խոսամ, ասեմ մի լացի, հանգստացի, բայց որ մոտեցա, զգացի, որ ինչ-որ կարիքների համար էր ուզում դիմել վարչապետին, ես իր հեռախոսի համարը վերցրեցի, իրանք ապրում են, նորը ասեցի, համարը վերցրել եմ, գրանցել եմ իր մամայի համարը, Երևանում այդ գյուղի անունը մոռանում եմ, մի խոսքով, ես ամսի 8-ին այցելելու եմ այդ երեխուն, այդ ընտանիքին, եւ լայվ եմ անելու ընդեղից, հրապարակելու եմ երեխու հեռախոսի համարը, այդ լայվի միջոցով, հրապարակելու եմ անպայման երեխու տվյալները, ինչքան գիտեմ վառելիքի կարիք ունեն, մեկ էլ դեղորայքի, կխնդրեմ բոլորին, որ համախմբվենք ու օգնենք այդ երեխուն։ Այն մարդիկ, որ դիմում են մեզ, մեր իշխանությանը, մեր պետությանը, մեր պետականությանը, մեր միջոցով, մեր լծակները պետք է օգտագործենք, հասանելի դառնանք այդ տեսակ ընտանիքներին, ժողովուրդ ջան։ Անպայման ամսի 8-ին ես կլինեմ Խալբերդում։ Մոռանում եմ միշտ այդ Խալբերդ բառը, հիշեցի, Խալբերդում էր ապրում։ Իսկ դրանից զատ եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլորիդ, որ անպայման կիրակի օրը հավաքվենք օհանավանում, Սուրբ Պատարագին մասնակցենք, ընդեղ էլ տեղում իրար կհասկանանք, կզրուցենք, կտեսնվենք, ամենակարևոր բանը։ Եվ անենք այն քայլերը, ինչը որ օգուտ է բերում մեզ, մեր պետությանը, մեր պետականությանը, մեր վաղվա օրվան, դրանք շատ կարևոր բաներ են համախմբված լինելը։ Մարդիկ դրանք կոսպեկտավորում են, որ մենք գնում ենք ոչ մեր կամքով մեզ տանում են, որ մեզ տանում են փողի համար, մենք բոլորս էլ լավ գիտենք, որ մեր իշխանությունը կրիմինալ գործողություններ ծավալող համակարգ չի ու երբեք փողի հետ կապված հարց ու պատասխան չի ելը, դա մենք հայրենասեր մարդիկ ենք, մեր քայլը անում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր բանակի, հանուն այն տղերքի, որ այսօր չկան, մենք իրանց արյան գնով ապրում ենք, մենք մեզ մաքուր պահենք մեր բանակի, մեր պետության, մեր պետականության, մեր իշխանության հանդեպ, մեր երկրի հանդեպ ու վերև Աստված կա լավա լինելու, ժողովուրդ ջան։ Ես կորցրեցի իմ աշխատանքը, չասեմ որտեղ եմ աշխատում, ես լավ տեղ եմ աշխատել, չեմ ուզում
բարձրաձայնեմ այդ արտադրամասի անունը, որպեսզի նեղվածությունից չթերագնահատեք այդ արտադրամասին։ Ես լավ եմ աշխատել, լավ տեղ եմ աշխատել, բադ բան չեմ տեսել իմ ղեկավար համակարգից, բայց իմ քաղաքական հայացքների, իմ եկեղեցի պատարագի մասնակցելու, լրագրողին պորտադրում անելու համար ես դուրս մնացի իմ աշխատանքից, բայց խնդիր չկա։ Իմ համար իմ կյանքի մեջ ամենակարևորը առողջ լինի մեր երկիրը, մեր բանակը խաղաղ լինի, ու իմ համար ամենակարևորը իմ պետությունն ու պետականությունն է, ոչ թե գրոշները, որ ես ստանում եմ ինչ-որ տեղից։ Ես որ լավ պետություն ունենամ, լավ պետականություն ունենամ, հաստատ լիքը լավ աշխատանք ունենամ։ Ես ված չեմ զգում, ժողովուրդ ջան, թող Աստված խաղաղություն բերի այս երկրին, ինձ բան պետք չի, ես կաշխատեմ։ 9 ամսվա աշխատող եմ եղել։ Վատ բան չեմ տեսել, գործնային խոսակցություններ գործնական եղել են, բայց ամենայն դեպս Մի խոսքով ինչ եմ ուզում ասացել եմ, անպայման Կիրակի օրը բոլորիդ խնդրում եմ, ամեն մեկը ձեր հնարավորության չափով, մանավանդ հարակից տարածքի մեր հայրենակիցները, ովքեր որ մեռնեմ ջանիդ չեմ կարում գրածդ կարդամ, իմ աղբեր, Ռուստամ ջանը կա, ապրես մեռնեմ ջանի, շնորհակալ եմ, կուզեմ, որ բոլորս կանգնենք մեկս մեկի կողքին, մենք պետք է ապացուցենք, որ մենք փողով բերածներ չենք, մենք դա ապացուցել ենք։ Մենք ապացուցել ենք, որ մենք Արցախից եկած անկնիկ, անպեչատ, անտանիք Քոչարյանի շահեր պաշտպանող չենք։ Մենք լիքը բաներ ենք արել այս երկրի համար, դա ուրանալ չի լինի, ժողովուրդ ջան, դա մոռանալ չի լինի։ Դրա համար ասում եմ, մենք բոլորով միամիտ ուժերով կանգնենք մեր եկեղեցու կողքը, կանգնենք մեր պետության կողքը, դա կլինի մեր երկրի վարչապետը, եթե լիներ Սերժ Սարգսյանը, ասենք ու լավ մարդ լիներ, մենք ոնց որ այսպես Փաշինյանից համար ենք դոշ դեմ տալի, այտենց էլ դեմ կտանք նրա համար, բայց քանի որ չկա ոչ մեկ իմ Փաշինյանից ենկում լավ ղեկավար, ուրեմն մենք ինչ ամնում մեզ անենք, կանգնենք լավի կողքը, այն լավի կողքը, որ դու շահ ունես, քո երկրի շահն ես ներկայացնում, ոչ թե անհատական քոնը։ Իսկ նրանց կողքը կայնելուց դու ներկայացնում ես քո շահը։ Դաշնակների կառուցում, դաշնակից ենկում, բան չի հետաքրքրում դաշնակին։ Բայց այ մենք ինքներս ՔՊԻ անդամներով, մեր քաղաքացիական պայմանագրի ժողովրդով, սենց ասեմ, ինչքան համախմբված քայլեր են արել։ Պատերազմի օրերին Սենց ֆեյսբուքյան լեզվով ասած, նիկոլականներ իրանց հաքի շորը վերջի լումաններ են դրել անապահովի, հաշվանդամի, Արցախից եկած տուժածի համար։ Մեզ այդ համախմբվածությունը պետքա որ շատացնենք, հզորացնենք, ոչ թե թողենք, որ փլուզի, որովհետև գալիս ընտրություններ, այդ ընտրությունները դա ճակատագրական է լինելու ժողովուրդ ջան։ Այդ ընտրություններով կերտվելու է ոչ թե մեր վաղվա օրը, այլ կերտվելու է բոլոր ԿՊԵ-ականների ճակատագիրը։ Ճակատագիրը, եթե հեղափոխություն լինի ընտրությունը տանուլ տանք, լավ իմացած եղեք։ Ոչ մեկ չի մտածելու այդ ընտրվողներից, ոչ մեկ չի մտածելու, թե վաղը արթնանա ինչ աշխատանք է կատարելու։ Մտածելու է վաղը արթնանա, թե հենց այսօր գահին հասնելուն պես վերացնի նիկոլական համակարգը, թե հետո մնա առավոտը, այս ձևի ալնելու այս ընտրությունները, դրա համար մի ամուր ուժերով պայքարեք, ընդհանրապես աշխատեք, ոչ մի բանից չհիասթափվեք։ Մի բանը եթե երկարում է, դա վարարելու նշան է։ Իսկ եթե շատ ավարարեմ, դա կտրվելու նշան է, ժողովուրդ ջան, այս իշխանությունը այսքան պայքարել է վաղվա օրվա համար, որ նայում ես իշխանության պատկան մարմիններին, նայում ես Գևորգ Պապոյանին, նայում ես Սուրեն Պապիկյանին, Ալեն Սիմոնյանին, նայում ես քո վարչապետին, վարչապետի տերեսին մի հատ սպիտակ մաս չկար, որ եկավ իշխանության։ Այս պետության գլավնի համակարգը քայքայվեց, ծերացավ, հանուն մեզ, հանուն այս ժողովրդի, հանուն վաղվա օրվա, իրանք հանուն մեզ են այդ քայլերը արել, բերեք մենք էլ հանուն իրանց լիքը քայլեր ունենք անելու, կանգնենք իրանց կողքը ու վերջ։ Մանուշ Շավակյան գնա քնի, որ առավոտը լիքը գործ ունես, ինչ գործ ունես Facebook-ի մեջ այս ժամին։ Ժողովուրդ ջան, բերեք անպայման կանգնենք մեր եկեղեցու կողքը, ապացուցենք, որ մեր եկեղեցին, մեր ասոտունը սրբապիղծների վայր չի, ժողովուրդ ջան, որտեղ ես տեսե ասոտան ծառան, քահանան դա ծառայ է համարվում, դի ծառայի ասուն, մեզ ու ժողովրդին ու ասուն կապող օղակը դա քահանան է, բայց ցավոք սրտի մեր քահանաները հենց Էշմիածնի սուրբ տաճարում նստած քահանաները մեզ ասու հետ կապելու, մեր սրտի խոսքը արտահայտվելու, մեր հոգին հանգստացնելու, դարդագելու, մխիթարվելու, մոմ վառելու, չգիտեմ, բոլոր պրոցեսները դելելա մի կողմ, մենակ իրան կապելա կազինոների հետ, իրան կապելա անբարոյական քեռագինների հետ, իրանք եկեղեցին սարքել են անմիջապես առևտրի կենտրոն, եկեղեցի քահանան դիչելնի ամուսնացած սա որտեղ երկարամնացել գնացել է գործուղմանը տեղ մի հատ բիջա հետ գցե։ Քեռագնին բաղնկմա իրան լողացնումա ինչ ունի պաճմա ճամփույա դնում։ Տեսեք եկեղեցու քահանայա Աստծու հետ է կապում ժողովրդին։ Բացի ժողովրդին Աստծու հետ կապելուց քահանական
բանից ոնց ասեմ մենյուից դուրս ինչ ասես արելա այս տեսակ քահանան հանդիսանում է քրիստոնյա հանդիսանում է չգիտեմ աստվածավախ մարդ չկա նման բան ժողովուրդ ջան դի մի ամուր ուժերով հենց Օհանա վանքից հենց մեր պատարակների առաջացած հավաքված ամբողով պետք է վերացնելու ենք Սուրբ Էշմիածինը, որ ասում են պետությունը դեմ է եկեղեցուն, դա խոսում է ամենաանգրագետ համակարգը, ուրեմն լսի, ասենք ես աշխատում եմ մեկի կարաքի ցեխում, խոսքի օրինակ, կարակ եմ արտադրում, իմ ցեխի վարիչը տեսնում է, որ ես լավ չեմ աշխատում, բայց իմ ցեխի վարիչից են կողմ կա անձնակազմի տերուտ իրական ղեկավար։ Իմ ցեխի վարիչը եթե ինձ հանում է աշխատանքից, օրինակ եմ դա բերում, կամ Պողոսին, դա նշանակում է, որ ցեխի վարիչը աշխատում է ընդդեմ ցեխին, ոչ, նա աշխատում է ընդդեմ այդ արտադրության, բարօրության, բարեկեցության, որակի ու քանակի վրա, որովհետև ես լավ աշխատող չեմ, ինձ հանում է։ Հիմա եկեղեցին սրբավայր է, թե առևտրի բազա։ Եկեղեցին գողական աշխարհների բանդա է, թե քահանաների հավաքատեղի, թե ժողովրդին Աստծու հետ կապելու, մագնցելու, չգիտեմ, քարոզելու, հանգստացնելու, հիվանդին բուժելու, հիվանդի գլխին կտակարան կարդալու, նարեկ կարդալու տեղը չկա նման բան։ Դուք տեսաք պատերազմի օրվանից մինչև առեսօր մի հատ քահանա վեր կենա Էջմիածնի Սուրբ տաճարից, գնա մի հատ զոհված զինվորի մորտում, այդ տունը օծի, այդ տանը քարոզի, այդ տանը նարեկ կարդա, ինչ որ բանով սփոփանք լինի, Աստծո խոսքը հասցնի այդ տուն։ Դուք տեսել եք նման բան։ Ես չեմ տեսել։ Օրինակ ես որ գնում եմ Փանի գյուղ, եկեղեցուն քահանային դիմում եմ, ասում եմ արի մեր տունը օծի, արի մեր տուն իմ գերեզմաները խոսա, գալիս է խոսում է, խնգարկում է, պատարակ է մատուցում եկեղեցում, ես չեմ տեսել ստե նման բաներ, ես չեմ տեսել, եկեղեցին ինչ է, սև շորերով հրեշների բազայա թե եկեղեցիա, եկեղեցին խոնարհվելու, Աստծու առաջ չոքելու, Աստծու խոսքը լսելու, պատարակ լսելու տեղա թե առևտրի բազայա, եկեղեցու քահանան, քահանայա որպես մի անց հանդիսացող թե բազմակողմանի սեռական շեղումներ ունեցող համակարգ։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչ է նշանակում քահանա։ Ես այդ քահանա ասված բառից ոչինչ չեմ հասկանում։ Քահանատ զինվոր էր թաղում 50,000 փող էր վերցնում։ Եկեղեցին տանում ես զինվոր ես դնում փող ես տալի։ Եկեղեցին տանում ես տանդ կորուստն ես դնում փող ես տալի, տարիքը կապ չունի։ Բացարձակ եկեղեցիները սարքվել է Չուլան եւ առևտրի բազա։ Իմ վարչապետը շատ ճիշտ ասէ։ Ինքը ասել է Չուլան, ես էլ ասում եմ առևտրի բազա։ Բառից բուն իմաստով քահանան ունի լիքը ոսկեղեն, օտարացված արկղներով գումարներ բանկում, Բենթլիով աման գալիս, չհաշված որ ոսկեհատի բենզակալոնք եք ազատ բոլոր հողատարածքները յուրացված է իր անունով։ Բերեք մի ամուր ուժերով կանգնենք մեր եկեղեցու կողքին, ոչ թե ընդդեմ եկեղեցուն դաշնակների կոսպեկտավորած համակարգն է դա, այլ կանգնենք եկեղեցու կողքին ընդդեմ քահանայի, որ մաքրենք այդ կեղտերին, այդ քահանա ասված համակարգին մեր եկեղեցիներից։ Ես նման բան չեմ տեսել։ Աստծո տաճարը սարքել են առևտրի, կենտրոն սարքել են իրանց համար Չուլան, Աստծո տաճարը սարքել են իրանց համար բազա, որտեղ որ հավաքվում են, իրանց ծրագիրներն են մշակում ու դեմ են դուրս գալի իշխանությանը։ Եթե քահանան խառնվում է քաղաքական հարցերին, քաղաքականությունը քահանայի գործը չի, բայց քաղաքացու գործը Քահանայի գործը քաղաքացու գործն է, որովհետև քաղաքացին Աստծո մարդն է, իսկ քահանան էլ ոչ բարով բնակիչին Աստծո հետ կապող օղակն է համարվում։ Բայց մեր քահանաները երևի հայմերն անգամ չգիտեն։ Ինձ է դա ցավացնում։ Պետք է կանգնել ես իշխանության կողքին ամենաուժեղ ձևով ու արմատներով։ Իսկ ինչ մնում այն անձնականին, որ լրատվական ալիքները կտրում են գցում են ԳԲ, ՃՄ, ինչ ասես գրում են իմ հասցեին, շատ չմանդրանամ, ես ձեզ խոսք եմ տալիս, Կիրակի օրը մի լավ տոբրակ գոմաղբ եմ բերելու, թարմը գոմաղբ հետս ու մի հատ ճիպոտ։ Այդ 5-րդ ալիքի լրագրողներին քշելու եմ լայվով։ Այդ գոմաղբն էլ շպրտելու եմ վրները ու իմ անձնական իմ անձը վիրավորելու, խեղաթուրելու, խայտարականելու բոլոր պատասխանները ես դրանց Կիրակի օրը տալու եմ։ Ես խոսք եմ տալի Կիրակի օրը ոչ մի այլ լրատվական միջոց եկեղեցու հայաց չի մտնելու ժողովուրդ ջան։ Ես դա անելու եմ, որպեսզի իմ սիրտը հանգստանա ու անպայման եմ անելու, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես դրանց քշելու եմ այդից, բառից բուն իմաստով։ Ես լավ գիտեմ, որ կասկածներ չկա։ Բոլորդ էլ լավ տեղյակ եք իմ ճարտար լեզվին։ Տեսեք, ես դրանց ինչ եմ անելու Կիրակի օրը ժողովուրդ ջան։ Համախմբված եղեք։ Մի ամուր ուժերով կանգնենք իրար կողքի, կանգնենք մեր վարչապետի կողքին, կանգնենք մեր եկեղեցու կողքին, մաքրենք մեր վարչապետի թիկունքում խաղացող դարվեշ համակարգը, մաքրենք մեր եկեղեցին պղծող կեղծ ֆարաջահակնող քահանաներից ու դրանից առաջ լիքը գործեր ունենք անելու ժողովուրդ ջան։ Այսքանը լավ մնացեք, ձեզ շատ եմ սիրում։ Միացեք իմ էջին, լավա լինելու։ Լավ մնացեք, բարի գիշեր, խաղաղ գիշեր, մեր զինվորներին էլ
անփորձանք ու բարի լուսաբաց։ Այսքանը լավ մնացեք։